Այս անցած քառորյան հիշարժան էր իր արտառոց լինելու այն հանգամանքով, որին դուք ականատեսն եք եղել տարիներ շարունակ, բայց որոնց թվին ավելացավ ևս մեկը, դրա ապօրինի այդ քվեարկությունն էր, որը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կանոնակարգ օրենքի կոպիտ խախտմամբ եւ հնարավորություն չընձեռնեց պատգամավորներին արտահայտվելու, կարծիք հայտնելու մինչեւ այդ օրինագծի ընդունումը, դիրքորոշումներ հայտնելու, կողմնորոշումներ ճշտելու, ուղերձներ անելու եւ փաստորեն Գալուստ Սահակյանը, որը եկավ այդ պահին, միանգամից դրեց քվեարկության եւ հեռացավ, խախտեց ազգային ժողովի կանոնակարգ օրենքը եւ նրան փաստորեն նաեւ օգնեցին, որպեսզի այդ խախտումը տեղի ունենա Տիկին Նաղդալյանը եւ պարոն Շարմազանովը։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը եւ դիվանագիտությունը ձախողել են Եվ հենց դա է պատճառը, որ սկսում է պատերազմ, եթե դու տարիներ շարունակ չես վարում պատշաճ քաղաքականություն, դա բերում է, հանգեցնում է պատերազմական գործողությունների։ Մենք այս պահի դրությամբ քաղաքական դաշտում շարունակում ենք մեր ձախողումները, գումարները չկան այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում։ Այդ գումարները բայց ունեն հայ ժողովրդի ներկայացուցիչները, այդ թվում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց հարստությունը գնահատվում է միլիոնավոր դոլարներ։ Առաջին գումար ներդրողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը եւ առաջի մուտքը պետք է կազմեր առնվազն իր կողմից 100 միլիոն դոլար, որից հետո բոլոր այն պաշտոնյաները, որոնց թիվը եւ նրանց ընտանիքի անդամները կազմում է շուրջ 500 մարդ, այդ բոլորը, որ այդ հիմնադրամը այդ գումարներով համալրեին, մենք ունենանք նաեւ ժամանակակից սպառազինություն։ Հստակ մենք բոյկոտեցինք կանոնակարգի խախտման այդ օրենքի քվեարկությունը եւ մեր խմբակցությունը բոյկոտեց եւ այդ մասին մենք տեղեկացրեցինք։ Ինչ վերաբերում է քվեարկությանը, եթե քվեարկենք, ինչ ենք քվեարկելու, կարելի էր սղագրությունը նայել եւ դա ընդունված կարգի ազգային ժողովում, երբ խմբակցությունը իր տեսակետը խմբակցության անունից ելույթ ունեցող падգամավորը հայտնում է եւ Տիկին Փիշարյանը ելույթ ունեցավ խմբակցության անունից եւ հայտնեց, որ մենք դեմ ենք այս նախագծին։ Ուզում ենք 20 րոպե միջուն վերցնել, հորդորել մեր գործընկերներին, որ կանոնակարգի խախտմամբ ներկայացված այս նախագծերի փաթեթին դեմ քվեարկեն։ Քերիական հարթությունից տեղափոխվում է, չի բարեգործություն ընդրակաշարք բաժանելը, այլևս նախատեսվում է տուգանքի նշանակում։ Վարչական իրավախախտումները տեղափոխվում այս հոդվածը։ Բայց դրա մասին էին որ ասում։ Ոչ օրենքով պետք է դա ամեն ինչի դեմն առնենք, էլ չեմ խոսում մյուս ընդրակեղծիքներից։ Այդ թվում նաև դա։ Եթե ուսումնասիրեք, խորը հիասթափվեք, թե ինչ ընդունվել, ինչ է քվեարկվել երեք այս ազգային ժողովում։ Ընդունվել է մի նախագիծ, որով նախատեսվում է, որ եթե քվեատուփը կողանաս, հափշտակես 200,000 դրամ պետք է պատասխանատվության ենթարկես, որովհետև ասում է, եթե հափշտակում ես կեղծելու նպատակով արդյունքները, դրա համար քրեական է պատասխանատվություն, եթե ոչ վարչական։ Ինչ է քվեատուփը կողանում ես, որ տանես հետը նկարվես։ Նախ ասեմ, որ ովքեր որ ընդրակաշարք են բաժանում, նրանք էլ կարծում եմ պետք է պատասխանեն։ Մենք երբևէ, ես սա ասում եմ շիդակ, հիմա ձեր աչքերի մեջ նայելով։ Մենք նախ որևէ միջոց չենք ունեցել, որ բաժանենք, եւ երկրորդն ընդհանրապես չենք բաժանել։ Եվ բազմից եմ ասել, մենք միշտ տարել ենք մեր վստահության քվեն, դա եղել է վստահության քվե։ Հիմա ձեր դեմ նստած է Գյումրեցի 3 գումարման խորհրդարանի падգամավոր, ով տասնյակ հազարավոր ցայն է ստացել եւ հիմա ինձ թվում է բոլորը գիտեն Շիրակի մարզից եւ ես որևէ մեկ լումա ընդրակաշարք չեմ բաժանել ցանկացած տեսքով։ Այդ ես ձեզ ասում եմ, էլի որ նման բան չի եղել, ասում ես օրինակ հարց տվողը ես եմ։ Նման բան չի եղել, դա գիտեք, հերթական զրբարտությունն է մեր հասցեին։ Այո, մենք ցանկացած մարտյան միջոցառումներին չգիտեմ նոր տարվա ամանորի միջոցառումներին մենք մեր կուսակիցներին դա մեր իրավունքն է բաժանել ենք եւ հետագայում եք շարունակենք բաժանել շնորհավորելով եւ ամանորը եւ կանանց հետ կապված այդ միջոցառումների ընթացքում ցանկացած բան
Բարև ձեզ։ Լևոն Զուրաբյանը պնդեց, որ ընտրական օրենսգիրքը անցել է կանոնակարգի կոպիտ խախտումներով, ավելի ճիշտ կոպտագույն, եւ որ դրանով հանրապետականը խաթարում է ազգային միասնականության ոգին, որ ստեղծվել է Ղարաբաղյան այս իրադարձությունների ֆոնի վրա։ Բավականին երկար քննարկված մի օրենսդրական նախաձեռնության, որը որ եզակի դեպք է 98 պատգամավոր կողմ է քվեարկում, բնականաբար խախտումով է, որովհետև իրենք ասում են, որ ով դեմ չի քվեարկի, նա խախտում է կատարել։ Եթե դա նկատի ունեն, ես դա չեմ կարող մեկնաբանել։ Ինչ մնում է վարման կարգի հետ կապված, կանոնակարգը այնտեղ բարձրաձայնեցին, կարող են վարման կարգի մասին խոսալ եւ քվեարկությունից առաջ եւ հետո եւ վարման կարգի մասին դա կոչ անելու համար չէ վարման կարգը ֆրակցիայի ելույթներ կան ֆրակցիայի ելույթների ժամանակ յուրաքանչյուր խմբակցության ղեկավար կամ ներկայացուցիչ իր կարծիքը հայտնում եւ դիրքորոշումը հայտնում է Ինչու են սահմանին միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ծառայում Խնդրեմ մի հատ նմանատիպ տեղեկանք ներկայացնեն թե այդ մոնիտորինգը ով է կատարել թե ովքեր են առաջնագծում ովքեր են սահմանի վրա ես անձամբ եղել եմ դիրքերում անձամբ եղել եմ առաջնագծերում եւ այդպիսի տարաբաժանում չեմ նկատել եթե այդ միջոցով դուք ցանկանում եք խլրտում մտցնեք մեր զինվորների միջև ընտանիքների միջև դա չի հաջողվելու որևէ մեկին այսօր ամբողջ ազգը զինվորագրված է եւ ամենքի հնարավորության սահմաններում օգտակար է եւ դրան միացած են ամբողջ Սփյուռքը, Արցախ եւ Հայաստանը։ Նրանք միասնական են բոլորը եւ ես խնդրում եմ ձեռնպահ մնաք նման տիպի հարցեր բարձրացնելուց եւ բարձրաձայնելուց։ Անապահով բոլոր ընտանիքները հսկողության տակ են եւ ուշադրության կենտրոնում են եւ ձեր նշած վարկերն ու կոմունալ վարձերը այսօր դուք կարող եք հետարկվել նաեւ ազգային ժողովում, պատգամավորների նաեւ շրջանում թե ովքեր վարկեր ունեն եւ ովքեր նաեւ խնդիրներ նման ունեն, որովհետեւ այսօր գաղտնիք չէ, որ մեր երկրում կա բավականին ստվար մի զանգված, որոնք ունեն եւ վարկեր եւ խնդիրներ ունեն եւ մենք դա չենք շղթում։ Իսկ եթե դուք տանում եք դա համեմատությունները արտեսահմանեիք եւ ուզում եք տարանջատումներ կատարեք, ես դա իմ կողմից դա անընդունելի է։ Ղարաբաղի ֆրակցիայի ղեկավարի երկու տղաներ առաջնագծում հանդիպել են ինձ։ Հայաստան Իմ հորաքրոջ թորը եւ հորեղբորից թորը այսօր առաջնագծում են, որոնց նույնպես հանդիպել եմ։ Այսինքն իմ երեխաները դեռ փոքր են, ամենայն դեպս տղաներս փոքր են, բայց այն բարեկամները, որոնք որ երկուսին նշեցի, նրանք գտնվում են առաջնագծում։ Ձեր բարեկամները Բարձրաստիճան պաշտոնյաներ են, թե ձեր հանգամանքը նկատի ունենալով եք ասում։ Բնականաբար, եթե ես իմ հորեղբոր թորնը եւ հորաքրոջս իս մեր ազգը բավականին միաձուլված է եւ մենք մի ընտանիք ենք, ուրեմն նաեւ նկատի ունեմ, ես այդ հնարավորություններն կարող եմ ունենալ, որ նրանց հետ քաշեի առաջնագծի։ Չկա նման տիպի երևույթներ։ Ամենայն դեպս իմ ընտանիքում եւ իմ ազգում նման խնդիր չկա։ 98 ձայն Դա այստինքյան դա նշանակում է արդեն կոնսենսուս։ Առաջին ընթերցումը անցել է եւ բնականաբար առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պետք է շարունակվեն քննարկումները եւ բանակցությունները եւ ինձ թվում է, որ այս քննարկումների արդյունքում, առաջարկությունների քննարկման արդյունքում հնարավոր է, որ նաև կողմերի քանակը ավելանան։ Դեռ չձևավորված, որ արդեն կարգ խոսակցությունները, ես հայտարարեցի, որ այդքան մեծ ակնկալիք չունեմ այդ 4 գումարած 4-ից, որովհետև այն մարդիկ, որոնք որ պետք է մասնակցեին դրան, այդ ֆորմատին, միևնույն է, եթե նրանք ընտրական օրենսգիրքը իրենք գրած լինեին եւ մենք ընդունեինք, նրանք նորից պետք է դեմ լինեին։